Ներողություն եմ խնդրում, բոլորի անունը չեմ կարող հիշել, քաղաքապետարանից ներկայացուցիչ կար, տրանսպորտի վարչության պետն էր տարածքային կառավարման, այնտեղ բաժնի պետ էր, մի խոսքով ես տեղեկացնեմ հետևյալը, Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ, քանի որ մենք մեր երբ որ հավաքվել էինք, մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, մենք ասացինք, որ Երևան համայնքի, Երևան քաղաքի տրասայի վերջնակետը նախկին պաշտպանության նախարարության այս կետում է համարվում։ Հիմա մասամբ ասելով 25 համարը գալու է մինչև հին պաշտպանության նախարարության այդ հատվածից շրջադարձ կատարի, ուղղակի մենք խնդրեցինք տվյալ համապատասխան մարմիններին, որպեսզի երթուղին մոտ 300 մետր հեռավորությունով շրջադարձի տեղ ունենք Պռոշյան համայնքում, մինչև շրջադարձի տեղը կատարելով հանդերձ, գոնե Պռոշյանի մուտքի, որ մուտք է գործում Պռոշյան, այդ մուտքի մոտը, որպեսզի ունենք հիվանդ երեխաներ, ծերեր, գոնե ջահելների համար դա խնդիր չէ, բայց մեծերի, թոշակառուների հիվանդ տեղափոխելու համար խնդիր է այդ տեղից մինչև պաշտպանության նախկին նախարարության մոտը տեղափոխելը։ Հիմա սպասենք քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ այդ հարցը քննարկման դնել եւ լուծել։ Նշեմ նաև Քասախ համայնքի 59 համարի տրանսպորտը հանվում է, ասեցին միայն բավարարվում է 25 համարի երթուղին, որի համար ցավում եմ, քանի որ մենք ցանկանում էինք, որ նա նույնպես պահպանվեր։ Այսինքն այսօրվա հանդիպումը, քննարկումը էլի հստակ պատասխան չունեցավ։ Չէ, հստակ պատասխանը ունեցանք այնքանով, որ գոնե հստակ իմացանք, որ 25 համարը մինչև նախկին պաշտպանության նախարարության մոտ գալիս է։ Դա է, բայց կան որոշ բարդություններ ժողովրդի համար, որ բերելու է այլ բարդության։ Դրա համար մենք խնդիրը ներկայացրեցինք, մնացած խնդիրները ներկայացնելով հանդերձ, հուսով եմ, որ մենք գտնվում ենք ժողովրդավար երկրում, հուսով ենք, որ մեր ղեկավարները ըմբռնումով կմոտիկանան մեր խնդրանքը, մեր ժողովրդի խնդրանքը եւ 25 համարը գոնե 300 մետրը չեն ափսոսա եւ շրջադարձը կանեն, որպեսզի ժողովրդին որոշ հոգսերից կտրել։ Պռոշյան համայնքի եւ Քասախ համայնքի բնակիչները կհամաձայնվեն իրենց տված լուծմանը, թե կշարունակեն բողոքի։ Ասեմ, Պռոշյան համայնքի բնակիչները ես համոզված եմ շնորհակալ կլինեն, այո, բայց մասամբ լուծելու ամբողջությամբ, երբ որ շրջադարձ անելով, բայց Քասախ համայնքի բնակիչները ներկայացուցիչը շատ վրդոված մեր ընկերը դուրս եկավ, միանշանակ ես համամիտ եմ իր հետ, ես ցանկանայի Քասախի տրանսպորտի հարցը նույնպես լուծվեր, որովհետև մոտ 7000 բնակիչ ունեցող բնակչությունն էլ Քասախում է գտնվում, այնտեղ էլ նույն խնդիրները կան, նույն հոգսերը կան։ Ժողովրդի այնտեղի տրանսպորտի հարցը, ինձ թվում է ժողովուրդը այնտեղ արդեն իր մոտեցումը ցույց կտա։ Թանկացումների մասով հարց բարձրացվեց եւ արդյոք վերանայվելու է։ Թանկացումների հարցով խոսացվել է այժմյան մուլտիտրանսի եւ մուտք գործած գազելներին, որ ժողովուրդը չի կարող ծանրաբեռնել ֆինանսական բեռը որպես ավել բեռ, մենք նաև առաջ ենք հաշել, որ մուլտիտրանսի շահերին, այսպես ասած, որպեսի գործի գոնե իր ներկայացած 200 դրամով վերանայի մարշրուտը դեպի բարեկամության մետրո գոնե, որպեսի էլի ինչ-որ չափ կգործի, եթե ինքը այժմյան մարշրուտով մնա, ինձ թվում է շահավետ գիծ չի լինի տվյալ կազմակերպության համար։ Ես այդպես եմ կարծում, մենք ուղղակի մեր կարծիքը արտահայտեցինք, բարձրացրեցինք, ասելով, որ փոխանցել։ Ասացիք նաև պատրաստում են քննարկել, քննարկումներ երբ են սկսվում։
Այսօրվանից ասացին, որ քննարկումները կսկսեն եւ մեզ պատասխան կտան, մենք հետևողական կլինենք այս ամեն ինչին։ Մենք սպասում ենք դրական պատասխանի, կրկնում եմ, այսօրվա այս պատասխանները մենք մասամբ համարում ենք ինչ որ չափ լուծված, սպասենք ամբողջությամբ լուծման պատասխանի։ Այսինքն կարող ենք փաստել, դեպի փոխնախարարները մինչ օրս կառավարություն ձեր խնդիրը չէին բարձրաձայնել։ Չէ, բարձրաձայնելը հետևյալն է եղել, քանի որ մարզային, միջմարզային տրանսպորտի խնդրի հետ է կախված եղել ըստ օրենքի, որ պետք է մարզայինը Երևան քաղաք չմտնի։ Հիմա մեր խնդրանքը, մեր ժողովրդի խնդրանքը բողոքը լսելով հանդերձ, պահանջը լսելով հանդերձ, որոշեց, քանի որ Երևան քաղաքը ավարտվում է նախկին պաշտպանության նախարարության շրջադարձի մոտ այդ հատվածում է Երևան քաղաքը ավարտվում, հիմա 25 համարը մասամբ բավարարվել է, մինչև այդտեղ պետք է գա, մենք ուղղակի խնդրանքով կրկնում եմ ձեզ նույնպես պետք է խնդրել ենք, որ 300 մետր շրջադարձով գա գոնե Պռոշյանի մուտք գործող այդ մուտքի մոտը, որպեսզի ժողովրդի համար ինչ որտեղ հարմարավետ լինի, թե չէ ժողովուրդը այդ պիկ ժամերին չի կարող ամբողջ ճանապարհը բռնել եւ քայլելով գնալ պաշտպանության նախարարության այդ հատվածը։ Այնուամենայնիվ ծառայությունը իրականացնելու մուլտիգրուպ ընկերությունը։ Ոչ, 25 համարը պահպանվում է, մուլտիգրուպ տրանսպորտը մտնում է։ Զուգահեռ նայել է լինելու, այո։ Իսկ Ժողովուրդ արժեքը 200 դրամ, 250-ից զեղչել են 200 դրամ։ Իսկ 25-ը կմնա 150 դրամ։ Այո, նույն գիծը պահպանվում է, ուղղակի այն ժամանակ, երբ 25-ը մտնում էր Պռոշյան համայնքի մինչև խորացված տարածքները, այժմ գալու է պաշտպանության նախարարության մոտ, ուղղակի զուտ խնդրանքով դիմել ենք, որպեսզի գա Պռոշյանի մուտքի մոտը։ Իսկ 59 համարի երթուղին Ամբողջությամբ հանել են, էտա նոր կրկնեմ նորից մեր Քասախի համայնքի ներկայացուցիչը ոչ բավարարված դուրս եկավ, տեսնենք հետագա քայլերը Քասախ համայնքի։ մինչև երբ 25-ը գործել է, թե 25-ը արդեն գործում է։ չի դադարեցվի Չէ։ աշխատանքները։ Ուղղակի 59-ը կդադարեցվի ասացին, 25-ը գործելու է, ուղղակի երթուղին լինելու է մինչև պաշտպանության նախարարության մոտ, մինչև մեր խնդրանքը խնդրել ենք, որ դիտարկեն, քննարկեն այդ 300 մետր շրջադարձը։ Մեքենաների քանակը նույնն է մնալու, թե Այո, չէ, նույնն է, այո։ Ձեր անունը ազգանուն։ Սերգո Մուրադյան։ Ես Պռոշյան համայնքի բնակիչ եմ, այո։ Ի պաշտոնը ինչ եք ուզում լսել։ Ես համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ եմ։ Դա եք ուզում լսել։ Պարոն Սերգեյ, բնակիչները կբավարարվեն 25 համարի 50։ Հիմա ես հուսով եմ մեր ժողովուրդը որոշ չափ կհանգստանա, որովհետև սա քիչ հարցի լուծում չէ, այո, պետք է ըմբռնումով մոտեկանա մեր ժողովուրդը, հաշվի առնենք, քանի որ այսքան բանի հասել ենք եւ բոլորի խնդրանքը, մեր ամբողջ ժողովրդի խնդրանքը մենք ներկայացրել ենք համապատասխան մարմիններին, հուսով ենք, որ ժողովրդի մնացած կիսատ թողած խնդրանքը չեն մերժի, կբավարարեն այդ 300 մետր հեռավորությունը նույնպես ավելացնելով։ 25 համարի մեքենաները բավարարելու են ժողովրդին հաշվի առնելով, որ Պռոշյան եւ Քասախ համայնքի բնակիչները 15000-ից ավելի Միանշանակ չեն բավարարելու, ես դա հստակ ասում եմ։ Բնակիչները փորձելու են օգտվել նաեւ մուլտիգրուպ։ Միանշանակ։ Ես ձեզ ասեմ, գերծանրաբեռնվածը լինում է առավոտյան մինչև ժամը 10, առավոտյան 7-ից մինչև 10 եւ երեկոյան 4:30-5-ից մինչև երեկոյան 10։